Առավոտյան Բաքվից է Երևան եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրանց Վարդնոց օդանավակայանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է դիմավորել մի սպիտակ վարդագույն ծաղկեփունջ ձեռքին։ Մի ծաղկեփունջ էլ Փաշինյանն է նվիրել Եվրապաշտոնյային արդեն կառավարության բակում։ Ձեռքսեղմումներից ու լուսանկարվելուց հետո Լայենը Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչ է պատկերված պատին։ Փաշինյանը պատասխանել է՝ Արագածն է, Հայաստանի ամենաբարձր կետը։ Ամենաբարձր մակարդակի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին է հայտարարել Փաշինյանը հանդիպումից հետո։ Ես եկել եմ ասելու, որ կարող եք մեզ վրա հույս դնել։ Եկել է ասելու, որ 2 միլիարդ 220 միլիոն եվրոյի աջակցության փաթեթներ են պատրաստել Հայաստանի համար ու նաև խոստանալու, որ ռուսական շուկան եթե փակվի հայկական արտադրանքի համար, իրենք կբացեն 450 միլիոնանոց եվրոպական շուկայի դռները։ Ես գիտեմ, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման տակ է, համարյա տնտեսական բռնության է ենթարկվում։ Բայց վստահ եղեք, երբ որ ճնշում է կուտակվում մեր գործընկերներից որևէ մեկի վրա, Եվրամիությունը քայլեր է անում։ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով շուտով խոստացած 52 միլիոն եվրո աջակցության ծրագրի վերջին մասը 18 միլիոն եվրոն կստանա Հայաստանը արտահանումների շուկան բազմազանեցնելու համար, կգործարկվի այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցների մեխանիզմը։ Սա նշանակում է, որ մեզ հետ առևտրի 80% այլևս մաքսատուրքերի ենթակա չի լինի։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք հիմնականում ռուսական շուկա են գնում ու դրանք ուղարկել եվրոպական շուկայի 450 միլիոն սպառողներին։ Սա կբացի շուկայի դուռը 99% հայկական գյուղմթերքի, 90% խմիչքների համար։ Համեստություն արել Տիկին ֆոն դեր Լայենը, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում էր Կար-Սախալքալակ երկաթուղին բացելուց հետո 7 միլիարդանոց շուկա է Հայաստանի համար բացվում։ Հանդիմադիր պատգամավորի խոսքով եվրոպական շուկայի դռները բացելը դեռ չի նշանակում, թե հայկական ապրանքները սպառվելու են եվրոպական երկրներում, որովհետև այդ ուղղությամբ մատը մատին չի տվել Փաշինյանի թիմը։ Մեր հիմնական արտահանումները դեպի Եվրոպական միություն դրանք էթնիկ շուկայի համար էին նախատեսված։ Ես ինքս այս ամբիոնից բազմաթիվ անգամներ ասել եմ, էթնիկ շուկայի համար է նախատեսված, քայլեր պետք է ձեռնարկվեին, որպեսզի ֆրանսիացին ցանկանա գնել, ոչ թե ֆրանսիահայը մենակ։ Ոչ մի բան չեն արել, դանակ ասել է Ոսկորին, հիմա ասում են 50 միլիոն ինչ որ օգուտ, ինչ որ մի բան։ Դա ուղղակի աչքակապություն է իշխանությունների կողմից։ Փաշինյանն սպասում է, որ եվրոպական կառույցները հնարավորինս շուտ կհաստատեն եվրոպական մեխանիզմը, հասկացնելով, որ բերքի մի մասը արդեն իրացման խնդիր ունի։ Լիահույս եմ, որ ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը, հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է։ Ջերմոցատերեր են։ Բերքահավաքող ու դրա համար շուկա չգտնող մարդիկ գիտեն եվրոպական շուկայի տեղը, բայց արդյոք այնտեղ ապրանք ուղարկելը ձեռնտու է հայ արտադրողին։ Թե արտադրողները, աճացնողները եւ թե արտահանողները եվրոպական շուկայի տեղը գիտեին, Բրյուսելի տեղը գիտեին, Լոնդոնի, Փարիզի, Պեկինի, Վաշինգտոնի տեղը գիտեին, բայց եթե իրանք տանում էին իրենց ապրանքը Ռուսաստան, նշանակում է ավելի իրենց համար ձեռնտու էր արտանել Ռուսաստան։ ԵԱՏՄ շուկա հիմնականում Ռուսաստան արտահանումների շնորհիվ է գրանցվել տնտեսական աճը, նկատում է Արթուր Խաչատրյանը, հիշեցնելով, որ իրենք միշտ են դեմ եղել մեկ շուկայից կախվածությանը։ Այս քայլերը պետք էր ավելի շուտ արվել, որպեսզի այսօր մեր հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվողները չտուժեին, որովհետև իրենք օգնությունը կտան, բայց Ծիրանը չի կարող այդքան սպասել, Ծիրանը փչանում է։ Ծիրանը, լոլիկը, ելակը փչանում են անկախ Եվրամիության խոստացած միլիոնավոր եվրոների աջակցությունից, որ ռուսական շուկա արտահանումների ծախսերն անգամ չի ծածկի։ Կարծեմ այս տարվա համար խոսում էր 50 միլիոն եվրոյի մասին, բայց մեր արտահանումները դեպի ԵԱՏՄ, դեպի Ռուսաստան միլիարդից ավել են։
մնացած գումարը ինչ է լինելու։ Միայն խոսքեր Փաշինյանը վստահեցնում է, թե անկախ ամեն ինչից իրենք չեն ուզում ճգնաժամ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում։ Մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք եւ չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Ինքն է զանգել 3 Ռուսաստանի վարչապետին, բայց հրապարակված հաղորդագրությունից բացի այլ մանրամասներ հրաժարվում է հրապարակել։ Thank you once again, Your Excellency. Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։